Նորմալ է, երբ Փաշինյանն իրեն չընտրող 100 հազարավոր քաղաքացիներին անվանում է շունուշանգյալ։ Ասողնա շունուշանգյալ։ Դե իրան вообще պետք է իրանի չնեղանալ, հիվանդ մարդ է։ Մենք պետք է իրանի չնեղանանք։ Մենք իր ասած ոչ մի արժեք չունի։ Ցանկացած հասկացող մարդ ոնց կարող խոսքի մի հատ մարդ գա քեզի արժեք ցույց տա։ Ինքը ով է, որ ինքը խոսքի ցանկացած մարդու ապրած գնահատական տա։ Ինքը ունի իր ապրածը, որը որ ինքը չկա։ Ցավոք, որ ինքը մեր երկրի ղեկավարն է, ոչինչ քիչ մնաց։ Իսկ Սամվել Կարապետյանը հեսա մեր երկիրը փրկելու է։ Մեր երկիրը պրիմում смысле փրկել է, որովհետեւ այդ մարդն ունի ունակություն։ Ինքը այսօրվա դրություն ունի այս մեր երկրի, մեր ժողովրդի բանալ է։ Ինքը գիտի մեր ժողովուրդը ոնց վարվի։ Ինքը գիտի ինչի մասին է խոսում, որով ինքը տնտեսությունից ոչ մի հասկացողություն չունի։ Եթե հիմա դու ասֆալտը սարքեցի մի տար հետո քանդվավ, ու դա պարտքով փողով է, չէ՞, կրեդիտնի փողը պետք է մուծես։ Ոնց որ մի հատ մեքենա առնես, տանես խփես, բայց եթե մի հատ բիզնեսի մեջ այդ փողը վերցնես, դες ինքը արտադրում է, ինքը փող է բերում։ Աշխատում ես, հետո գնում ես մեքենայերը սառնում են, մյուսն մյուս։ Իսկ եթե տեղերը ճիշտ չարեցես, ուրեմն եղա որ դու երկիր տանում ես կորզման։ Սրա մասին։ Իսկ մարդիկ դե դբրոցին է, դե մեզ դա չեն հասկանում։ Առաջի դբրոց սարքողն է, դեռ միշտ Կարապետյանը ու իր սեփական փողը ոչ թե բյուջեի հաշվի։ Լավ, եթե ղեկավարի համար նորմալ է ժողովրդի հետ նման տոնով խոսելը։ Չէ, իհարկե չէ։ Դե դա վատ արտահայտություն է։ Իհարկե դա տգետ է, դա ոչ մարդկային վերաբերմունք է։ Դե մակարդակի հարց է դա արդեն։ Կրթության մակարդակի այդ է խնդիրը մենակ։ Ուրիշ ոչ չի բան։ Դաժե, չգիտեմ, հասարակ մարդիկ միմյանց հետ խոսալով տենց արտահայտությունը թույլ չեն տալիս, էլի։ Այսինքն իրան չընտրողն էլ Հայաստանի քաղաքացի է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ու ինքը պետք է պարտավոր է լսել իր բողոքը, ոչ թե ասել շունուշանգյալ։ Այսինքն դա նորմալ չի էլի։ Դե այդքան է հասկանում։ Ինքը շունուշանգյալ անվանում է, հետո էլ ասում է, որ Սամվել Կարապետյան անվանել, բայց ինքն անվանել։ Սաղն էլ տեսել են դա։ Լավ, եթե ղեկավարի համար նորմալ է ժողովրդի հետ նման տոնով խոսելը։ Դե դուք պետք է իմանաք։ Նորմալ է, թե նույն համար նորմալ չի։ Երկրի ղեկավարը պայ է մյուս ղեկավարների պես։ Ոչ թե պերաշկի որ մանկա։ Ինքը օրինակ պետք է յուրոնը մնացող ղեկավարները ո՞նց են անում։ Ծանդեր, աղայական, հացով, աղոտ, դեմավոր են, ինքը լավ ինչ որ բան ասեմ անցյալները սենց անցյալները, ապտիկու ինչ անելու ստան ախոս, ինչ գործում ես անցյալը հետ կզեցնեմ, ես անեմ, են անեմ, հետո ինչ։ Երկրի ղեկավարը իրեն պետք է համեստ, ոչ թե բայրալը վարկաբեկելով բանելով ինչ է։ Вообще այդպես կառավարությունը այդպես իրավունք ունի հայ հասարակությանը այդպես վարեր արդահայտի։ Դե ինքան մակարդակ էլ վերաբերվում է, հասկացեք, դա մակարդակի հետ կապված բաներ է մի քիչ էլի։ Դաժե եթե գիտեք ինչ իրան ընդ հայհոյում են, ինքը պետք է այնքան այդ ամեն ինչին բարձր լինի, ես կոնկրետ ինչ որ ղեկավարի մասին չեմ ասում, այլ ընդհանուր այն մարդը, որ այդ տեղը զբաղացնում է, նա պետք է այնքան ունենա բառապաշար, որ այնքան ճիշտ մարդկանց բացատրի, ոչ թե իշնի իրանց մակարդակի, հասկանում եք, դա ամեն մարդու պետքի բան չի, պետք է սկսենք այդտեղից դրա դժվարացնենք։ Գիտեք ոնց է, դա մարդու մակարդակն է, մի քիչ արդեն։ Գրագիտության մակարդակն է դա խոսում, որը որ ղեկավարին չի սազում, սազական բան է։ Ինքը որպես ղեկավար շատ թույլ է, համ իրան են վատ բաներ ասում, համ էլ ինքն է պատասխանը վատ բաներով ասում, որը որ ասենք սազական բան է, մեր որպես վարչապետ Ճիշտ չի, հենց դա որ չի կարելի, իմ ուզածը պարզ ասեմ ձեզ, հային չի սազում մեկը մեկի վրա ցեղ շպրտել ավելնորդ խոսքեր ասել, ուզում ենք որ ձեր գիտեն հայ հետ ու առաջ տանեն Հայաստանը,